Գիտեք, տեսեք, նախ եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիչ Ներսիսյանը ներկայացնի հանրությանը իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը մի րոպե Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել հանրությունից իր զավակներին, որովհետև նա մինչև Հայաստանի քրիստոնեություն ընդունվելը եկեղեցու հիմնադրումը այնուամենայնիվ մի քիչ այլ կարգավիճակ է ունեցել։ Երկրորդը, Գրիգոր Լուսավորչի մահից 25 կամ 26 կամ 27 Գրիգոր Լուսավորչի մահվան տարին մի քանի տարբերակներ կա, անց տեղի ունեցել, ելի եմ ասում, Աշտիշատի ժողովը, եկեղեցական ժողովը, Արշակ II թագավորի օրոք եւ Ներսես մեծ կաթողիկոսի օրոք եւ Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն։ Եվ դրանից հետո ես մի հատ երկրորդ գիրք արդեն բերեցի ինձ հետ, Կանոնագիրք հայոցը, որը ելի եմ ասում, շատ կարևոր է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտահայտության նախարարությունում գրանցված Հայաստանյա ծառայքելական եկեղեցու Սուրբ եկեղեցու կանոնադրության համաձայն ունի իրավաբանական ուժ այս գիրքը։ Եվ ահա Աշտիշատի ժողովից հետո էլի ժողովներ են տեղի ունեցել, որոնք հետևյալ կանոններն են սահմանել։ Ես հիմա մի քանիսը կընթերցեմ ուղղակի։ Կանոնագիրք կանոն Գրեմիա Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարգսակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն։ Երթմնազանցությունը տվյալ դեպքում նաև կուսակրոնության ուխտագիրը ստորագրած խախտելու մեջ է։ Հաջորդ կանոնը Շահապիվանի ժողովի կանոնը, որը ասում է. կանոն Ա. Եթե եպիսկոպոսը պղծության, պոռնկության կամ ուրիշ վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, աթոռից եւ իշխանությունից մերժվի եւ քահանայություն չանի։ Կանոն է դա, օրենք է, սահմանադրություն է։ Հաջորդը Շահապիվանի կանոնագիրք կանոն Բ. Եթե քահանան պղծության, պոռնկության, վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, քահանայություն չանի, այսինքն պետք է զրկվի։ Հաջորդը էլի Շահապիվանի ժողով եպիսկոպոս 3 կամ սարկաված կամ պաշտոնյաներից կամ ուխտավորներից որևէ մեկը չհամարձակվի տանտիկին պահել, ինչպես մծղեից սովորությունն է, մծղեները աղանդավորներից կարծեմ Պավլիկյաններին էին այդպես անվանում, եթե հայտնվի այդ ու հաստատվի կարգալույծ լինի հանցավորը։ Սա ասում եմ այն դեպքի համար, երբ որ կասեն չէ, դա պոռնկության կամ շնության դեպք չի, այլ ընտանեկան, բան ստվերային, բայց հարաբերություն է։ Ասում է, եթե տանտիկին պահի, կարգալույծ լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում։ Սա Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցու կանոններն են, հաստատված դար մեր պապական ավանդույթով։